Բարի կեսօր սիրելի հեռուստադիտող, շարունակելով մեր եթերը այժմ անդրադառնանք կրկին մշակութային կյանքին, որովհետև հենց այսօր մի շատ հետաքրքիր ու տարբերվող ցուցահանդես է լինելու Հայաստանի բնության պետական թանգարանում։ Գոհար Հարությունյանը եւ Մարիամ Պողոսյանը համատեղ ներկայանում են ստեղծագործող ուժ կինը եւ բնությունը խորագրով արվեստի աշխատանքներով։ Հենց այս պահին էլ Գոհար Հարությունյանը մեր տաղավարում է, ով ազգագրական երգերի կատարող է եւ ինքնուս նկարչուհի։ Բարի լույս տիկին Գոհար, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Ես էլ շնորհակալ եմ հրավերի համար եւ ցուցահանդեսը լուսաբանելու համար։ Գիտեմ, որ այսօր շատ հավանաբար խառը կլինեք, որովհետև ժամեր անց արդեն իսկ տեղի է ունենալու ցուցահանդեսի բացումը։ Ինչ էմոցիաներով եք մեզ մոտ այսօր։ Իհարկե կա սպասողական վիճակ, բայց նախապատրաստական աշխատանքներն ավարտել են եւ անհամբեր սպասում ենք ցուցահանդեսի բացմանը։ Շատ հետաքրքիր խորագիր ունի դեպ կինը եւ բնությունը, եկեք նաեւ այս մասին, եթե կա ինչ-որ հետաքրքիր պատմություն, թե ինչու կնոջ եւ բնության մասին որոշեցիք աշխատանքներ ներկայացնել, ապա կարող եք պատմել։ Ինքնին կինը բնության երևի ամենագեղեցիկ ստեղծագործությունն է։ Կնոջ էության մեջ շատ են զգացմունքայնությունը, աշխարհ հայացքի մեջ շատ են գույների գեղեցկության, հրաշալի ընկալումը եւ հատկապես կին արվեստագետները այդ տեսանկյունից են նայում բնությանը եւ աշխարհին եւ ես ինչքան որ արվեստագետների եմ ճանաչում կին բոլորը ամեն մանրուքի թվացial երևույթը որ ոչինչի ցույց տալիս, բայց կանայք այնտեղ տեսնում են լրիվ մեկ այլ խորություններ կնոջ երևի ներքին աշխարհը շատ սերտաճված է բնության հետ դա ձեր աշխատանքներում էլ է գերակշռում կնոջ եւ բնության թեման։ Հիմնականում գեղանկարներ, պեյզաժներ, նատյուրմորտներ, ծաղիկների թեման է շատ, կանացի դիմապատկերներ են, որտեղ էլի բնության գերակշռող ազդեցությունը կա ծաղիկների մեջ եւ բնության տարերի մեջ։ Կինը ընդհանրապես մշակույթում շատ ինչպես ասեմ, շատ սերտորեն կապված է կնոջ դերը բնության մեջ, այսինքն հենց վերցնում ենք հին դիցաբանություններից էլ կնոջ դերը աստվածություններում է շատ եղել, օրինակ հենց մեր հայկական դիցաբանությունում մեր գլխավոր մայր աստվածուհին Անահիտը եղել է հենց բնության, պտղաբերության, մայրության սիրո բեղմնավորման աստվածուհի եւ այնպես են սիրել եւ պաշտամունքի են վերածել, որ Հայաստանում տարածված է եղել սրբատեղիներ, Անահիտ աստվածուհու, ինչպես նաև կնոջ աստվածությունն է եղել մեր ջրային աստված Աստղիկը։ Եվ այդ ամենը ձեզ ոգեշնչել է ստեղծագործելու հենց կնոջ թեմայով եւ բնության։ Եվ նաև եկեք ներկայացնենք, թե ինչու որոշեցիք Մարիամ Պողոսյանի հետ համատեղ ներկայացնել ցուցահանդես, որն էր նպատակը։ Հետաքրքիրն այն է, որ միայն ինձ էին առաջարկել, ուղղակի դիպված էր, որ ես աշխատում եմ տարեցների հետ եւ տարեցներին տարել ենք բնության Հայաստանի պետական բնության թանգարան էքսկուրսիայի, այնտեղ ցուցադրված էր ինքնուս ինչ-որ նկարչի ցուցահանդես, իմ հետաքրքրությունը տեսնելով նաեւ իմ Facebook-յան էջում տեսել էին իմ աշխատանքները եւ առաջարկեցին, որ ես էլ կանանց միամսյակին նվիրված մարտի 8-ից ապրիլի 7-ի հատվածում, այսինքն սա ամիսներ առաջ էր, որ ես մի ցուցահանդես ներկայացնեմ իմ աշխատանքներով, ես մտածեցի, որ ավելի հետաքրքիր կլինի սերունդների տարբերությունը, քանի որ Մարիամ Պողոսյանը երիտասարդ նկարչուհի է, շատ շնորհալի եւ շատ կոլորիտային տարբեր ոճերում են նկարում, ես միանգամից այդ պահին առաջարկեցի, ասեցի շատ հետաքրքիր միտք կլինի, որ տարբեր սերունդների աշխարհայացքը լինի արվեստի մեջ եւ հենց բնության մեջ, իրենք համաձայնվեցին եւ այդպես սկսեցինք աշխատանքները, պարզվեց, ճիշտ է, ես լրիվ ծանոթ չէի Մարիամի աշխատանքներին, պարզվեց, որ հենց Մարիամն էլ հիմնականում իր ուղղվածությունը բնությունն են, գեղանկարները,
ծաղիկները եւ ընդհանրապես կանայք։ Իր աշխատանքներում գերակշռող չէ։ Գերակշռում է Կինը եւ դիմապատկերներն են, դիմանկարներն են եւ ընդհանրապես կնոջ հայացք է, արվեստի մեջ կնոջ հայացք է եւ դա Մարիամին էլ ոգևորեց, ինքը հիմա շատ բազմազբաղ է, երկրում չէր, չկարողացավ ներկայանալ, բայց ինքն էլ վստահ եմ, որ շատ մեծ ոգևորությամբ սպասում է այսօրվա ցուցահանդեսին։ Հրաշալի։ Ցուցահանդեսի ընթացքում նաև դիտողները հնարավորություն կունենան, այցելուները հնարավորություն կունենան լսելու ձեր հեղինակային կատարումները, դուք նաև երգչուհի եք, երաժշտությամբ եք զբաղվում, մի փոքր կարող ենք նաև այս հատվածը մանրամասնել։ Սիրով ես երաժշտությամբ զբաղվում եմ էլի վերջին տարիները, բայց այնքան ինքնանվիրումով տրվեցի այդ գործին, ազգագրական երգեր սկսեցի ուսումնասիրել եւ ազգագրական երգերը ներկայացրեցի տարբեր սոցիալական անապահով հաստատություններում, ծերանոցներում, մանկատներում եւ տեսնելով իմ նվիրումը աշխատանքի հրավեր ստացա եւ այժմ աշխատում եմ տարեցների կենտրոններում, այնտեղ ազգագրական երգ եմ դասավանդում, նաեւ մանկական կենտրոններում եւ այդ մեր տարեցների խմբին իրենք ճիշտ է նեղանում են, որ իրենց տարեց են ասեմ մեծ աղջիկներին ավակ սերնդին 1-2 տղա ունենք ավակ սերնդին տարել ենք բնության թանգարան եւ այնտեղ մի կատարում ունեցանք սիրում ենք մթնոլորտը շիկացնել, այսինքն դուք ներկայացնում եք ազգագրական տարբեր երգեր, թե նաև ինքներդ եք գրում այդ ոգով նոր երգեր։ Այո, հեղինական երգեր էլ ունեմ։ Մենք հենց այնտեղ սպասասրահում երգեցինք մեր խմբով, մեր երգերից կատարեցինք այնպիսի ոգևորություն եկավ աշխատակազմի վրա, որ հենց այդ միտքն էլ առաջացավ, որ նմանատիպ մի գեղեցիկ փոքրիկ համերգային հատված ունենանք ցուցահանդեսի ընթացքում եւ ես մեր ծրագրի երգերը քանի որ շատ լավ է ընդունվում կարծում եմ որ այսօր էլ շատ մեծ ոգևորությամբ կընդունվի կկատարեմ էլի ազգագրական երգեր եւ եմ որ ասում են ինչ կպահանջի հանդիսատեսը կամ այցելուն այո այդպես եւ սպասում եմ եւ նաեւ իմ հեղինական երգերն էլ միգուցե այսօր կատարեմ։ Իսկ որ երգերը կան, ինչ որ արդեն եւ ցանկ կա, կոնկրետ ինչեր եք կատարելու։ Դե ես քանի որ շատ եմ մասնակցում, ունեմ արդեն իմ երգացանկը, ընտրում եմ նայած ինչ միջավայրի համար, բայց հիմնական ուղղվածությունը ազգագրական երգերն են։ Հասկացա։ Եվ գիտեմ, որ դուք երաժշտական ոլորտում կրթություն չունեք, մասնագիտական եւ նաեւ ինքնուս նկարչուհի եք։ Ինչպես ստացվեց, որ որոշեցիք ինքնուս խորանալ այս երկու մասնագիտությունների մեջ եւ հասնել այսպիսի արդյունքի։ Այս հարցը ինձ շատ են տալիս։ Երևի կյանքի բերումով, այո, կյանքի բերումով երևի մարդիկ կան, որ սխալ մասնագիտություն են ընտրում, չգիտեմ, ես էլ չեմ կարողանում հասկանալ պատճառը, թե ինչի գնացի քիմիայի ուղղությամբ, երևի դպրոցում իմ ուսուցչուհին խիստ էր եւ պահանջեց, որ այդ ուղղությամբ մեր մեջ շատ խիստ էր նստված քիմիայի նկատմամբ մեր վերաբերմունքը, մի խոսքով ավարտեցի քիմիայի գծով, բայց ամբողջ կյանքում ես արվեստի մեջ եմ եղել, փոքրուց միշտ նկարել եմ, երգել եմ, ինքնուս նվագել եմ դաշնամուրի վրա եւ գիտարով նվագակցել եմ, ամեն ինչ սովորել եմ։ Իսկ երբ հասկացաք, որ կարող եք արդեն այնքան խորանալ այս երկու մասնագիտությունների մեջ, որ թողնեք ձեր հիմնական մասնագիտությունը եւ սրանով զբաղվեք։ Բացի այդ սիրողական մանկական այնպես ստացվեց, որ ես իմ մասնագիտությամբ երբեք չզբաղվեցի, այն ժամանակ քիմիական գործարանները փակվեցին եւ պլյուս դրան ընտանեկան ամուսնություն, երեխաներ եւ չկարողացա աշխատել երկար ժամանակ, բայց ինքնակրթությամբ միշտ զբաղվել եմ։ Երբ որ եղել է ազատ ժամանակ, ես ազատ ժամանակ միշտ զբաղվել եմ կամ նկարչությամբ, իմ երեխաների դիմանկարներն էի նկարում, կամ դաշնամուրի վրա ինչ որ նոր մեղեդի էի լսում, ասենք, եւ չէի հանգստանա այնքան ժամանակ, մինչեւ այդ մեղեդին ես չնվագեի։ Այսինքն իմ ողջ կյանքի ընթացքում երաժշտությունը եւ գեղանկարչությունը
ինձ ուղեկցել է։ Սկզբում տարիներ առաջ, երբ որ ժամանակ չունեի ընտանեկան հոգսերով, նկարում էի ուղղակի մատիտանկար կամ ջրաներկով, երբեմն իմ երեխաների ջրաներկով, բայց միշտ մտածում էի, որ պետք է ես նաև յուղաներկով նկարեմ, եւ եղավ բա, որ լրիվ պատահաբար, որտեվ կյանքում ոչ մի բան հենց այնպես չի լինում, լրիվ պատահաբար փողոցում տաղավարներ կան, այդ տաղավարում տեսա մի մարդ յուղաներկով նկարում է, ես էլ շտապում էի, բայց մոտեցա, հետևից կանգնել եմ եւ նայում եմ, նույնիսկ չգիտեի յուղաներկերն ինչպես են բացվում, վրձինները ինչպես են գործածում, ու շատ իմ հայացքը տեսնելով ինքը հասկացա, որ շատ հետաքրքրված եմ։ Մի խոսքով զրույցի բռնվեցի իր հետ, մի քանի խորհուրդ ինձ տվեց, հասկացա, որ ուզում եմ սկսել նկարել յուղաներկով, այնքան բարի մարդ էր, ասում եմ, հենց այնպես ոչինչ չի պատահում, իր ոգևորությունը փոխանցեց ինձ։ Ինքը իր ներկերից փոքր մնացած մի քանի ներկ տվեց ինձ, նույնիսկ վրձիններ կարծեմ եւ փոքրիկ ֆաներաներ եւ ոնց որ հանձնարարեց, եթե անցնելու լինես, ինչ որ կնկարես, դերցույց դուր։ Այսինքն առաջին անգամ այդ կիսատ փոքրիկ ներկերով, 1-2 ներկերով, բայց իմ ոգևորությունը այնքան մեծ էր, սկսեցի նկարել եւ զգում էի ոնց որ մի ներքին ուժ, այն բանը, որ ես վստահ չէի, որ կստացվի, ու ստացվում էր։ Այսինքն տարիներով իմ մեջ կուտակվել էր այդ նկարելու ցանկությունը, երկելու ցանկությունը, հետո արդեն եւ արդեն պատմեցի, որ քանի որ լավ էր ընդունվում իմ երգը, իմ շրջապատում, իմ ընկերների մոտ, իմ ընտանիքում, հարազատների մոտ, գիտարի նվագակցությամբ, ասեցի ինչու ոչ, ինչու մենակ իմ շրջապատում իմանան այդ մասին, այդ երգերով, եւ որպես իմ համար առաքելություն եղավ, որ ես դրանով ուրախացնեմ, քանի որ մանկական երգերի ծրագիր ունեի եւ սկսեցի նաեւ գնալ Գիտարը եւս ինքնուս եք սովորել։ Գիտարը շատ վաղուց եմ նվագում։ Դուք իսկապես ձեր օրինակը հրաշալի օրինակ է բոլոր այն երիտասարդների համար, ովքեր որ ընդունվում են համալսարան եւ օրինակ 20-25 տարեկանում կարծում են թե վերջ սխալվել են եւ այլևս մասնագիտության մեջ։ Եվ կարծում են թե փոխելու հնարավորություն չկա կամ գուցե այդքան ցանկություն չկա եւ դիտելով իմանալով ձեր օրինակը կարծում եմ կարող են ոգեշնչվել։ Եվ իրենց նպատակները, երազանքները առաջ չեն տանում, չեն գնում նրա հետևից։ Երևի կյանքում դա ամենասխալն է, որովհետեւ երբ որ դնում ես նպատակ եւ չես գնում, քո կյանքում, քո ներսում մի բան միշտ կիսատ է լինում։ Իսկ այն որ դու քայլ առ քայլ գնում ես քո երազանքի հետևից եւ տեսնում ես արդյունքը եւ տեսնում ես գնահատանքը, դու արդեն այդ ինքնաբավարարությունն է գալիս քո վրա եւ դա էլ մի երջանկություն է, երբ որ դու հասնում ես նրան, ինչ որ ամբողջ կյանքում երազել ես։ Դա շատ կարևոր է կնոջ հենց ներդաշնակության, ներքին ներդաշնակության հասնելու համար, որ ինքը զբաղվում է նրանով, ինչ որ երազել է եւ հասնում է նրան, ինչ որ տարիներով աշխատել է եւ արդյունքը տեսնում է։ Ոչ միայն աշխատում եք եւ երգում եք, երգեր եք գրում կամ նկարում, այլ նաեւ դասավանդում եք ազգագրական երգեր։ Այո։ Այդ ինչպես ստացվեց։ Էլի լրիվ պատահաբար առաջարկ եղավ, շատ հետաքրքիր պատմություն է, ամառային արձակուրդներին մի մանկապարտեզում երաժշտության ուսուցչուհին գնացել էր արձակուրդի եւ ինձ ասեցին, որ մի ամիս ընդամենը զբաղեցնեմ, դե ես շատ սիրում եմ եւ երեխաներին եւ երգերաշտությունը, համաձայնվեցի եւ պարզվեց, որ իմ ուսուցման ձևը, քանի որ ոչ պրոֆեսիոնալ մեթոդով է, որ ընկալվեց որպես տատիկը գնում է երեխաների մոտ նրանց սիրելու եւ ուրախացնելու եւ առանց որևէ սխեմատիկ դոգմաների, ձայնային վարժությունների եւ այլ հատուկ ծրագրերի մենք սկսեցինք երգել։ Երեխաները շատ ոգևորվում էին եւ ինձանից անկախ այնպես ստացվեց, որ հասկացա արդեն, որ տնօրենը արդեն նախապատվությունը տվեց ինձ։ Ճիշտ է մի քիչ տգեղ ստացվեց, որ այն ուսուցչուհին, որ գնացել էր արձակուրդ,
նրան ես փոխարինեցի, բայց մնացի այդտեղ։ Հետո սոցհարթակները նպաստեցին նրան, որ ես իմ ոգևորված աշխատանքները դնում էի, ինչպես եմ երեխաների հետ կոմիտասի երգերը երգում, ազգագրական երգերը երգում, ծեսերն անում, եւ տեսնելով այլ զարգացման կենտրոնի տնօրեններ, սկսեցին հրավիրել իրենց մոտ ծեսեր անցկացնելու, իրենց երեխաների հետ էլ նման ձևով, նման սիրով երգելու, 1-2 եւ մի քանի տեղ արդեն անցա աշխատանքի, իսկ տարեցների մոտ արդեն ասացի, այդ իմ նվիրումը տեսնելով, որովհետեւ կար խնամքի, տարեցների խնամքի կենտրոններ, որտեղ մի քանի անգամ արդեն այցելություններ ունեի։ Դա եւս եղել է պատահական, թե սկզբանե ցանկություն եք ունեցել հենց նման կենտրոններում երգելու։ Այո։ Ես ասացի, որ գնում էի ծերանոցներ, դա իմ համար հոգու բավարարվածություն էր, երբ որ տեսնում էի տարեցների ուրախությունը, օրհնանքները, ժպիտները, իրենց մոտ տոն էր լինում, երբ որ ես գնում էի, համարյա բոլոր տեղերը գնալով, այնպես է լինում, որ միտեղ մի քանի անգամ էի գնում, արդեն զգացին, որ ինչքան նվիրումով եմ աշխատում իրենց հետ եւ ինչքան եմ սիրում, կարևորը սերն է, որ թաքցնել չի լինի, իրենք տեսնում են այդ իմ սերն ու նվիրվածությունը ավակ սերնդի նկատմամբ։ Ու արդեն 5-6-րդ տարին է տարբեր կենտրոններում նույն առաքելության Հայաստան բարեգործական կազմակերպությունն է, որը տարեցների տարբեր խնամքի կենտրոններ ունի Հայաստանի տարբեր տեղերում։ Եվ այդպես մի տեղ գնալուց մյուս տեղ հրավիրելուց Եվ այդպես դարձավ մի ամբողջ կարիերա։ Ես կարիերա չեմ համարում, ճիշտ է դա այդպես է, բայց կարիերա իրականում այդպես է, բայց սեր ու նվիրում, միայն սեր ու նվիրում։ Բայց եկեք անկեղծ հիմա հասկանանք, ավելի շատ նկարչությունն է ձեր հոգուն հարազատը առաջնահերթ, թե երկարվեստը։ Անկեղծ ասեմ, շփումը տարեցների եւ երեխաների հետ երգի միջոցով։ Նկարչությունը արդեն ժամանակ չի լինում, բայց քանի որ տարիներով կուտակված աշխատանքներ կային, որոնք իրոք պետք էր ցուցադրվել։ Այսինքն սա ձեր առաջին անհատական ցուցահանդեսն է։ Առաջին անհատական է, բայց նկարներ, անհատական նկարներ, ելի նմանատիպ թեմաներով, կնոջը վերաբերվող թեմաներով եղել են տարբեր տեղերում, օրինակ անցյալ տարվա տարեցների միջազգային օրվան կապակցությամբ իմ նկարներն էլ ցուցադրվեցին, բայց սա որպես անհատական Մարիամ Պողոսյանի հետ մենք միասին սա համարում եմ անհատական, որովհետև երկու տարբեր տաղավարներում մենք առանձին ցուցադրվելու ենք։ Իսկ հիմա ինչ է ձեզ պետք, որպեսզի նստեք եւ բուրձնով նկարեք ձեր սրտի ցանկացած մի բան։ Ոգեշնչում է հատուկ պետք, թե օրինակ որոշում եք, որ ահա ինձ պետք է նոր նկար, պետք է նստեմ եւ նկարեմ։ Չէ, դա ինքնաբուխ է լինում, որովհետև ներքին մի ցանկություն է լինում, ոնց է օրվա ընթացքում երգում, մեջից դուրս է չէ գալիս երգը, այդպես էլ նկարչությունը ես զգում եմ, որ պահանջ ունեմ այդ գույների աշխարհում լինելու, իմ արվեստանոցն էլ դրսում է շատ հատկապես այս բարենպաստ եղանակների, այո, փակվում եմ ու այդ ներկերի հետ աշխատելը, երաժշտությունը միացնում եմ, դա մի ուրիշ մոլորակ է, որտեղ մի ուրիշ շփում է իրոք բնության գույների հետ։ Իսկ արագ եք նկարում, թե ձեզ երկար ժամանակ է պետք մեկ նկարը ավարտին հասցնելու համար։ Չէ, ես անհամբեր եմ, ուզում եք տեսնել արդյունքը։ Տեսնել արդյունքը եւ երբեմն շատ եմ շտապում, իսկ երբ որ սկսում ես դանդաղ մտածել ավելի Չնայած նկարչությունը սիրում է սպոնտան, ինքնաբուխ գույները դուրս գան մեջիցդ, բայց ամեն դեպքում ոչ պրոֆեսիոնալ նկարիչի համար մի քիչ դժվար է, որովհետև այստեղ համադրություններ կան, ճաշակ կա, որ պետքա գեղեցիկ մատուցես եւ գեղեցիկ ընկալվի։ Իսկ ցանկություն եղել է պրոֆեսիոնալ կերպով որոշակի կուրսեր անցնել կամ որոշակի դասընթացներ անցնել նկարչության կամ երգարվեստի ոլորտում։ Հիմա էլ եմ մտածում, մի քիչ ժամանակի առումով արդեն հասկացակ, թե ինչքան տարբեր տեղեր եմ աշխատում եւ ինչքան եմ վասկի մեջ,
բայց միշտ ցանկություն կա կատարելագործվելու որևէ թեկուզ մասնավոր որևէ նկարչի արվեստանոց գնալու եւ կատարելագործվելու պահ եղավ, քանի որ ես sense արագ նկարող եմ, ծեփող նկարող եմ, պահ եկավ, որպեսզի մեղմեմ իմ մեջ շտապողականությունը, գնացի մանրանկարչության մոտ 1 ամիս, բայց ելի ես հասկանում եի, որ ելի շտապում եմ։ Ինձ խանգարում է իմ դրան պետք է հանգիստ նյարդային համակարգով հանգիստ նստել եւ նկարել, բայց ոնց որ դա իմը չի։ Հանգիստը ձերը չէ։ Ձերը չի, հա, իմը չի։ Եվ այս ընթացքում քանի տարվա արդեն աշխատանքներ են կուտակվել, որ պետք է ցուցահանդեսի ժամանակ ներկայացնեք։ Մոտ 10-15 տարի նկարել եմ։ Բավականին երկար ժամանակ։ Բավականին երկար, շատ աշխատանքներ եմ ունեցել, բայց այնքան շատ եմ նվիրել։ Ընկերներիս, բարեկամներին չկա հարազատ մարդ, ում որ համարել եմ հարազատ, մտերիմ, որ իմ նկարները նվիրած չլինեմ։ Եթե դրանք հավաքվեն, բավականին մեծ ցուցահանդեսի թեմա կլիներ, բայց իմ մոտ քիչ են մնացել, մոտ 30-40 կտավներ։ Շնորհակալ եմ շատ, Տիկին Գոհար, ձեզ այսօր հաջողություն ենք մաղթում ձեր ցուցահանդեսի բացման ընթացքում եւ առհասարակ։ Ես էլ շատ շնորհակալ եմ հաճելի հարցազրույցի համար եւ լուսաբանման համար։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտող, այսպիսով ամփոփենք այսօրվա մեր եթերը, ձեզ խաղաղ ու հաճելի հանգստյան օրեր, որպեսզի դրական ու հետաքրքիր սկսեք հաջորդող շաբաթը։ Սիրով ձեր Աննա Կոստանյան։